Եթերում update լրատվականն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին Նիկոլ Փաշինյանը ողջունել է Գելա Գելաձեի այցը Հայաստան, շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով, հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների իրավապահ մարմինների գործակցություն առավել ակտիվ եւ արդյունավետ կլինի։ Գելաձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ վարչապետին փոխանցել Վրաստանի վարչապետ Կոբախիձեի ջերմ ողջույնները։ Նախարարը կարևորել է երկու երկրների դարավոր բարեկամությունն ու կուռ գործակցությունը ի նպաստ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման։ Քննարկվել են երկկողմ գործակցություն ու ընդհանուր մարտահրավերներին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել միգրացիայի ոլորտում գործակցությանը, հանցավորության եւ ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում, համատեղ քայլերին ու նոր ստորագրվելիք փաստաթղթերի նախագծերին։ Առավոտյան Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի անդամների հետ, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտների ընկերություններ։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է նման հանդիպումներն ու նշել, որ լավ հնարավորություն են քննարկելու երկկողմ հետաքրքրության հարցերը։ Նրա խոսքով այսպիսով ձևավորվում է նաև որոշակի օրակարգ հետագա գործակցության համար։ Առևտրի պալատի նախագահն էլ շնորհակալություն է հայտնել կառավարությանը մասնավոր հատվածի հետ ինստիտուցիոնալ երկխոսության աջակցելու համար եւ ընդգծել հետագա գործակցություն ամրապնդելու կարևորությունը։ Այնուհետև ներկայացվել են պալատի հիմնական ուղղությունները, ընդգծելով հանձնառությունը ծառայելու որպես կամուրջ կառավարության եւ բիզնես համայնքի միջև։ Հանդիպմանը քննարկվել են տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր, որոնք վերաբերել են ներդրումների խթանմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային կարգավորումներին եւ իրականացվող բարեփոխումներին։ Մեկնարկել է ամառային զորակոչը, Սուրեն Պապիկյանն այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան։ Նախարարը շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթելով նրանց բարի եւ անվտանգ ծառայություն։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացվել են զորակոչին նախորդած լայնածավալ աշխատանքները, զինակոչիկների բժշկական հետազոտության կազմակերպման ընթացքը, ինչպես նաեւ իրականացված մի շարք այլ միջոցառումներ։ Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներում ներգրաված ծառայությունների ղեկավարներին գործընթացը պատշաճ անցկացնելու համար։ Ավելի վաղ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի ունեցել Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների զինված ուժերի գործունեության մի շարք ոլորտներում ընթացող աշխատանքների վերաբերյալ զրույցներից հետո Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է մի շարք ցուցումներ եւ հանձնարարականներ։ Հունիսի 25-ից 27-ը արտգործնախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Չինաստանում։ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նախատեսված է հանդիպում Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ։ Ծրագրված են նաև այլ քննարկումներ։ 2025-ի հունիսի 20-ին Հայաստանի սեփականության իրավունքն է վերականգնվել հեռուստաաշտարակին հարող տարածքի $2,686,000 համարժեք 1 միլիարդ 44 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով բնակավայրի նպատակային նշանակության 17,730 քառակուսի մետր մակերեսով հողամասի նկատմամբ։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 8-ի վճռով բավարարվել էր։ Վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր ճանաչել քաղաքապետի եւ ֆիզիկական անձի միջև 2005 թվականի ապրիլի 13-ի կնքված առուվաճառի պայմանագիրն ու դրա հիման վրա անշարժ գույքի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Ձերբակալվել են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարփինյանը, նրա եղբայրն ու եւս երկու անձ։ Քննչական կոմիտեում նախաձեռնված վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ 4 անձ ձերբակալվել է։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցել Լևոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի վերաբերյալ գործով դատական նիստը։ Հարցաքննվել են այսպես կոչված տուժողներն ու վկաները։ Հիշեցնեմ, Լևոն Քոչարյանը ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերի 22-ին։ Նրան մեղադրանքեր առաջադրվել 4 ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Նիստը հետաձգվել է։ Առաջարկում եմ արգելության հարցը քննարկել հաջորդ դատական նիստին, որովհետև որքանով ես եմ տեղյակ, Էրիկ Ալեքսանյանը մասնակցում է այնպիսի մի գործի, որտեղ կարգավիճակով պայմանավորված չէր կարող չմասնակցել,
Իսկ պարոն Վարդևանյանի մասով էլ նվազագույնը պետք է լսենք իրենց դիրքորոշումը եւ այդ ծանրաբեռնվածության հիմնավորումները, որից հետո կայացնենք որոշում, այս բացակայությունը հարգելի է թե անհարգելի։ Իսկ դատական նիստի շարունակելու մասով բնականաբար առկա է դատավարական արդյունք։ Շնորհակալ։ Դիրքորոշումը, եթե անհարթարելի պատճառներով չի կարողացել ներկայանալ, ոնց կարող եմ համարել անհարգելի, չգիտեմ, ես միանում եմ հարգելի համարել եմ ես բացակայությունը։ Նույն ավելացնում։ Դեղատում նշեք ասող են, 16:00 բոլոր երեք նիստերը։ 30-31 ուլիցի և օգոստոսի 12։ Համար մենք մաշեր ստողոցված, մենք փորձենք վկաների ներկայացումը ապավել նատականիցների ողջանի տնտեսը վարդակն է Դες չեք հարցում, միայն իրանց հետ ճշտում, մեզ շատ է տարածում։ Ես արմարեցնում եմ և մեղադրողներին և պաշտպաններին իսկ վերողորով ասեցի երկրորդ սորտն է։ Սորտի տարբերակում չկա է, հնարավոր է շուտ արմարեցնել։ Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանները հետ են վերցրել նրա կալանքի բողոքը, քանի որ չեն վստահում դատավորին։ Պաշտպանն ասել է, որ նշված դիմումն արդեն մուտքագրվել է վերաքննիչ քրեական դատարան և ենթակա է անհապաղ քննարկման։ Հիշեցնեմ, գործարարը ձերբակալվել էր հունիսի 18-ի գիշերը, նա ոստիկանների ուղեկցությամբ բաժին էր տեղափոխվել Ուլնեցի փողոցում գտնվող իր բնակարանից։ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում էր կայացվել, Կարապետյանը կալանավորվել է 2 ամսով։ Սամվել Կարապետյանի կալանավորման է անդրադարձել Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավարը։ Կարապետյանն այս պահին վայելում է Հայաստանի ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների գերիշխող մեծամասնության դրական կարծիքը, կարծում է Էդմոն Մանուկյանը։ Կուսակցության ղեկավարը տեսնում է, որ քաղաքական դաշտում խանդ կա ամենքը իր կողմը քաշելու։ Ամեն ինչ կախված է Սամվել Կարապետյանի մոտեցումներից, բայց ինքն անձամբ քաղաքական գործիչ չէ, ասել է Մանուկյանը, անդրադառնալով ՔՊԱ-կան պատգամավոր Արսեն Թորոսյանի հայտարարությանը, թե Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է և չի կարող առաջադրվել որպես վարչապետ։ Այնուամենայնիվ ամեն ինչ հնարավոր է, քանի որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, ասել է Մանուկյանը։ Սամվել Կարապետյանի նկատմամբ սկսված պրոցեսը այն ամբողջությամբ քաղաքական գործընթաց է, այն կառավարվում է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Դրա մասին մեզ վկաներ պետք չեն, որովհետև ինքն է անձամբ ասում, որ ես եմ միջամտում, ինքը իր Facebook-յան էջում գրել է, հիմա ես կմիջամտեմ, եւ այդ պահին ոստիկանության հատուկ խումբը գրոհել է Սամվել Կարապետյանի տունը, եւ այդ ընթացքում իմ տվյալներով 51 մարդ է այսպես կոչված բերման ենթարկվել, բայց նոր քրեական դատավարության ընթացքում բերման ենթարկվել ինստիտուտ գոյություն չունի, ձերբակալվել են, բայց իրենք լուր էին տալիս, որ բերման են ենթարկվել, ապօրինի գործողություն է տեղի ունեցել, մարդկանց ձեռք է կոտրվել, վնասվածքներ են ստացել տարբեր մարդիկ բան, եւ այդ ապօրինի ամբողջ գործողությունը, որ տեղի ունեցել, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով արգելված է, որից հետո նրան առաջադրվել է մեղադրանք, որի սանկցիայում կա տուգանք։ Եթե մեղադրանքի սանկցիայում կա տուգանք, դատարանները չեն կալանավորում։ Նրան տարել են կալանքի 2 ամսվա եւ դատարանը կալանավորել է։ Բնականաբար, քանի որ մենք Հայաստանի Հանրապետությունում անկախ դատական իշխանություն չունենք, իսկ դա մասին ցուցմունք է տվել հենց անձամբ Նիկոլ Փաշինյանը, երբ որ ասել է, որ ես եմ ԲԴԽ նախագահային SMS գրել, որ հրաժարական տա, արդեն դա բավարար է, որ մենք իմանանք, որ ինքն է ղեկավարում դատական իշխանությունը, եւ ինքը ասել է կալանավորեք, կալանավորել են եւ Էրդողանի այցից առաջ են կալանավորել։ Էդմոն Մանուկյանը խոսել է նաև եկեղեցի պետություն առճակատման մասին։ Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդի կարծիքով այս արշավն ուղղված է ամենամեծ հայկական լոբիստական կառույցի ոչնչացմանը։ Մանուկյանն իր խոսքով հարցն ավելի գլոբալ է դիտարկում։ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին հայկական ամենամեծ լոբիստական մարմինն է ամբողջ աշխարհում մեկ սփռված։ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերից է բխում, որ այդ կառույցը, եթե չգոնե տարալուծվի, գոնե թուլացվի, վարկաբեկվի։ Հետեւաբար այս արշավը, որը մեկնարկված է Ալլաշուքյուր Փաշազադեի կողմից,
որը հետո նաև Հայաստանում արդեն մեր վարչապետը նույնպես սկսեց ինչ-որ չուրանացման բաներ հարցեր բարձրացնել, սա միտված է ամենամեծ հայկական լոբիստական կառույցի ոչնչացմանը։ Ես գիտեմ, որ դա չի ստացվի, չեն կարող ոչնչացնել, բայց այն, որ կարող են վարկաբեկել, դա անում են եւ այդ process-ը ընթացքի մեջ է։ Չէ՞, մոմի ինչ-որ վաճառք, չգիտեմ, ինչ-որ ճղճին խոսակցություններ, հասկանում եք, վարչապետը չի կարող բարքերի ոստիկանության ղեկավար հանդիսանալ Հայաստանում։ Մենք չունենք մեր սահմանադրությունում նման լիազորություններ։ Ինքը բարքերի ոստիկանապետը չի, ինքը չի կարող զբաղվել այս եւ այլ քաղաքացիների անձնական կյանքով, կապ չունի ինքը ինչ հավատք է կրում։ Ինքը ասում է, ես հավատացյալ եմ, ես ուզում եմ մեր եկեղեցու հարցերով զբաղվեմ։ Հիմա հարցն է, եթե ինքը լիներ Եհովայի վկա կամ վերջին օրերի սրբերի եկեղեցու Հիսուս Քրիստոսի վերջին սրբերի եկեղեցու անդամ, օրինակ, մորմոնական եկեղեցու անդամ, կարող էր միջամտել այդ եկեղեցու երկրի ներքին գործերին, վստահ եմ բոլոր իրավապաշտպանները կդատապարտեին։ Բայց երբ որ հարցը հայարակելական եկեղեցու մասին է, ձայն չկա, ծպտուն չկա։ Այս իմաստով ես հարցը դիտարկում եմ ավելի գլոբալ, որտեղ նայում եմ, որ սա մի ինստիտուտի դեմ է արշավ, որը ասում է Արցախ, մի ինստիտուտի դեմ է արշավ, որը ասում է, որ Արցախի ժողովրդի իրավունք ունի վերադառնալու, որը ասում է, որ բռնազավթված են մեր եկեղեցիները, ոչնչացվում են, քրիստոնեական ժառանգությունը ոչնչացվում է։ Այսինքն այդ ինստիտուտի դեմ արշավը։ Հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն այսօր դարձյալ խորհրդարանում էր։ Քաղաքացիների ընդունելության շրջանակում նա հանդիպել է ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետ։ Մինչև այդ առավոտյան նախատեսված էր հանդիպում Արսեն Թորոսյանի հետ, որը սակայն հրաժարվել է ընդունել Ղազարյանին։ Արեգնազ Մանուկյանն ընդունել է Ղազարյանին, բայց ցանկացել է, որ այն տեղի ունենա առանց տեսախցիկների։ Հանդիպումից հետո Էդգար Ղազարյանը մանրամասներ է հայտնել, նշել, որ պատգամավորն իրեն շատ անտակտ է պահել, վիրավորել է, ապա ասել, որ իմպիչմենթի հարցով իր դիրքորոշումը չի տարբերվում խմբակցության մինչև այդ տարածած հայտարարությունից։ Ըստ էության միայն ֆորմալ կողմը պահպանվեց հանդիպման եւ Տիկին Մանուկյան ըստ էության բաց փորձեց ինձ վիրավորել, նախ ինձ համար անհասկանալի էր, թե ինչի նա չցանկացավ, որպեսզի լրատվամիջոցները ասաց, որ ինքը չի ուզում քաղաքական շոուների մասնակցել եւ ինքը քաղաքական այդ կարգի վիրավորական արտահայտություններ, որը ես անկեղծ ասած ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, առավել եւս նախկինում լրագրող աշխատած մարդու կողմից, որովհետեւ ես նաեւ դրան ասացի, ինքը ստացվում է, որ ինքը իր մասնագիտական գործունեությունը համարել է քաղաքական շոու, բայց իմ ընկալումներում հրապարակային գործունեությունը եւ հանրային ծառայողի եւ նաեւ մասնագիտական պարտականությունների կատարումը ուղղակի շոուի տեսքով մեկնաբանելը դա վիրավորանք է ողջ լրագրողական հանրությանը եւ նաեւ իրեն իր կարգավիճակի բերումով, այսինքն նա հրաժարվեց ուղղակի շոու չունենալու այդ մեկնաբանությամբ, ինչը որ չափազանց տարօրինակ էր։ Նա ասում էր, որ ես ինչ-որ պատվեր եմ կատարում, որ ես ում եմ այստեղ ներկայացնում, ինչ պատվեր եմ կատարում, որ ինձ համար անընդունել էր եւ ես իրեն դիտողություն արեցի այդ կարգի գնահատականների համար, որովհետեւ ես որպես քաղաքացի եմ եւ ներկայացնում եմ իմ մոտեցումները որպես քաղաքացի եւ նման ենթադրյալ մտածածին եւ զրպարտություն պարունակող որակումները անտակտ են եւ անընդունելի եւ ես դա փոխանցեցի Տիկին Մանուկյանին։ Ինչ վերաբերվում է հիմնական հարցերին, ես խնդրեցի, որ նա հանձնաժողովի նախագահին փոխանցի մանրաժեշտ իմ անհանգստությունը, որ հանձնաժողովի նախագահի տեղակալին պարտականությունները կատարող, որ նա չի կատարել դատանի որոշումը, մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովում իմ հասցեին նրա հնչեցրած վիրավորական եւ զրպարտիչ արտահայտությունների համար դատանը վերջնական ուժի մեջ մտրած վճիռ ունի, որ նա պետք է ներողություն խնդրի ինձնից եւ փոխհատուցում տա։ Մինչ օրս նա դատանի վճիռը չի կատարել, հարկադիր կատարման ծառայությունը նրա նկատմամբ արդեն վարույթ է նախաձեռնել, բայց Տիկին Մանուկյանը հրաժարվեց, որպեսզի այդ անհանգստությունը փոխանցի Ռուստամ Բաքոյանին, հավանաբար չուզելով նրան լրացուցիչ անհանգստություն պատճառել, նա ասում է, որ ինքը չի շփվում պատգամավոր, բայց ինձ չի հետաքրքրում իրանց, ես անձնական խնդրանքներով չեմ ուզում, որ նա շփվի, ես ասում եմ, որպես հանձնաժողովի առաջիկա նիստում այդ հարցը բարձրացրեց, որ հանձնաժողովը ընդհանրեն ղեկավարում է մի մարդ, որը բացի դրանից, որ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքացու նկատմամբ, չի կատարում նաև դատանի օրինական ուժի մեջ մտած վճիռը։
Այս տարվա հունիսի 1-ից 20-ը Հայաստանից Սիրանով բեռնված 366 բեռնատար արդեն հատել է Ռուսաստանի Դաշնության մաքսային սահմանը։ Էկոնոմիկայի նախարարը գրել է, որ քիչ թվով մեքենաներ վերադարձվել են փաստաթղթային խնդիրների պատճառով։ Առաջիկայում այս մասով Գևորգ Պապոյանը պարբերաբար կհրապարակի տեղեկություն։ Պաղպաղակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչները սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին էին հրավիրվել քննարկելու ոլորտում տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության արդյունքները։ ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանը խոսել է սանիտարահիգիենիկ նորմերն ամենայն խստությամբ պահելու անհրաժեշտության մասին։ Նա անդրադարձել է հատկապես կաթնայուղի փոխարինիչով պատրաստվող պաղպաղակներում դրանց քանակի սահմանված նորմերից գերազանցմանը, շեշտելով, որ մինչև ամառային սեզոնի ավարտը լինելու են կրկնակի ստուգումներ եւ հորդորել է արտադրություններում պահել պատշաճ օրենսդրությամբ սահմանված պայմաններն ու ցուցումները։ Տնտեսվարողներն ընդունել են դիտողությունները, խնդրել այսուհետև հրապարակումները կազմակերպությունների մասին անել առանձին, չմիավորելով մեկ հաղորդագրության մեջ, ինչը որոշակի անորոշություն է առաջացնում հասարակության շրջանում։ Առաջարկն ընդունվել է։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ միջազգային դրահոսին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ-ի եւ Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ բանակցությունների նպատակով։ Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ Ռուսաստանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար, նշվում է տարածված հաղորդագրությունում։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Արաղչիի հետ եւ նշել, որ Իրանի վրա հարվածները չհրահրված ագրեսիայի եւ որևէ արդարացում չունի։ Ռուսաստանի Դաշնության նախագահը ընդգծել է, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում Իրանի ժողովրդին օգնություն ցուցաբերելու համար։ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Իրանի 6 օդանավակայանի եւ հեռակառավարվող ինքնաթիռներով ոչնչացրել իրանական 15 կործանիչ եւ հարձակողական ուղղաթիռ։ Իսրայելի պաշտպանության բանակը նշում է, որ ոչնչացված ինքնաթիռները նախատեսված էին Իսրայելի ռազմաօդային ուժերի դեմ օգտագործման համար, Իրանի տարածքում հարվածները կանխելու նպատակով։ Մի շարք պայթյուններ են տեղի ունեցել նաեւ Թեհրանի կենտրոնի օդային տարածքում, լսվել է հոբ համակարգերի աշխատանքի ձայնը։ Իրանի զանգվածային լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն հետ են մղվել իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները Թեհրանի տարբեր շրջանների վրա։ Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ հարվածներ է հասցրել նաև Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ քաղաքի ռազմական օբյեկտներին։ Իսրայելի պաշտպանության ուժերը արձանագրել են Իրանից արձակված հրթիռներ, հոբ համակարգերը գործել են։ Այս մասին ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։ Հրթիռների հայտնաբերումից հետո Իսրայելի մի քանի շրջաններում հնչել են ազդանշաններ։ Իսրայելցի զինվորականները քաղաքացիներին խնդրել են չլքել պաշտպանված տարածքները, մինչև հստակ հրահանգներ չստանան։ The Times of Israel-ի հաղորդմամբ 2 մարդ ծանր վիրավորվել է Հայֆայում բալիստիկ հրթիռի հարվածից։ Ըստ առողջապահության եւ արտակարգ իրավիճակների պաշտոնյաների առնվազն 17 մարդ վիրավորվել է։ Իսրայելի պաշտպանության բանակի գնահատականներով վերջին հարձակման ժամանակ Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 25 բալիստիկ հրթիռ։ Հետևանքներ են գրանցվել Իսրայելի հարավում եւ կենտրոնական շրջաններում։ ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակիցները դժգոհություն են հայտնել Իրանի ղեկավարությունից, բայց նաև դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի մասնակցությանը եւս մեկ պատերազմի։ Բողոքի ակցիաներին մասնակցել են մի քանի տասնյակից մինչև մի քանի 100 ցուցարարներ։ Ցույցեր են տեղի ունեցել Նյու Յորքում, Բոստոնում, Չիկագոյում, Վաշինգտոնում եւ Լոս Անջելեսում։ Որոշ ցուցարարներ Իրանի դրոշներ են պահել նաեւ պաստառներ ոչ մի պատերազմ Իրանում կարգախոսով։ Սպիտակ տան առջև հավաքված շուրջ 200 ցուցարար քննադատել են նախագահ Դոնալդ Թրամփին։ Նույնքան ցուցարար է հավաքվել նաեւ Չիկագոյում։ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու Թրամփի որոշման դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաեւ Ֆրանսիայում, Հունաստանում, Պակիստանում եւ Ֆիլիպիններում։ Բացի այդ ցույցեր են տեղի ունեցել Թեհրանում, ցուցարարներին է միացել նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։
Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 22-ին երեկոյան պատարագի ժամանակ մայրաքաղաք Դամասկոսի Դուեյլա շրջանում գտնվող հույն ուղղափառ Մար Էլիաս եկեղեցու վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, եւս 59 մարդ վիրավորվել է։ Տեղի ունեցած ահաբեկչության զոհերի եւ վիրավորների թվում հայեր չկան։ Նախարարությունը հաստատել է, որ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալու համար։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ նախնական հետաքննությունը ցույց է տալիս իսլամական պետության ներգրավվածությունը հարձակման մեջ։ Նախարարության խոսնակ Նուր Ադ-Դին Ալ-Բաբան մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հարձակման հեղինակը մահապարտ ահաբեկիչ է եղել, որը մտել է եկեղեցի եւ կրակ բացելուց հետո պայթեցրել է իրեն։ Նա նաեւ հավելել է, որ հարձակումն ուղղված չէր որևէ կոնկրետ դավանանքի դեմ, պարզաբանելով, որ գործողության նպատակն էր կրոնական բախումներ ստեղծել եւ ապակայունացնել երկիրը։ Հարձակումը խստորեն դատապարտել են տարբեր երկրներ եւ կառույցներ։ Հունիսի 23-ի գիշերը ռուսական զորքերը հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով գրոհել են Կիևը, հայտնել են տեղի իշխանությունները եւ Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը։ Ժամը 8:30-ի դրությամբ զոհվել է 6 քաղաքացիական անձ, եւս 16 մարդ վիրավորվել է։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է 19 զոհի մասին, որոնցից 8-ը հոսպիտալացվել է։ Գրոհի հետևանքով ավերվել է Շևչենկոյի շրջանի 5 հարկանի բնակելի շենքի մուտքերից մեկը։ Այնտեղ փրկարարական գործողություններ են ընթանում, փլատակների տակ կարող են մարդիկ լինել։ Հարևան շենքում պայթյունի ալիքը վնասել է պատուհանները, իսկ մոտակայքում կայանված մեքենաները այրվել են։ Վնասվել են նաև բնակելի շենքեր եւ մասնավոր տներ, գրասենյակային տարածքներ, սննդի կետեր, մանրածախ առևտրի տաղավարներ եւ մեքենաներ։ Կիևի մարզում գրոհի հետևանքով զոհվել է 1 քաղաքացիական անձ, վիրավորվել է 8 մարդ, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Հարձակման հետևանքները վերացնելու ժամանակ վիրավորվել է նաև 2 փրկարար։ Պետեկամուտների կոմիտեն բացահայտել է ներմուծման եւ իրացման փուլում 142 միլիոն դրամի հարկերից խուսափելու դեպք։ Մանրամասները տեսանյութում։ Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները բացահայտել են ներմուծման եւ իրացման փուլերում հարկերից խուսափելու նոր դեպք։ Օրերս օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ էլեկտրոնային ծխախոտ ներմուծող ընկերությունը ներմուծված էլեկտրոնային ծխախոտները մանրածախ եղանակով վաճառում է ավելի ցածր գներով, քան էլեկտրոնային ծխախոտի ակցիզային հարկի գումարն է։ ԵԱՏՄ անդամ երկրից հերթական ներմուծման ժամանակ օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում Զվարթնոցը թանավականի կարգո բեռնահամալիրի տարածքում վարչության աշխատակիցները հետազոտության են ենթարկել ներմուծված էլեկտրոնային ծխախոտները։ Պարզվել է, որ ծխախոտի տուփերի վրա փակցված ինքնասոսնձվող պիտակներով ներկայացված ծավալները 10 անգամ պակաս են, քան այդ պիտակի տակ իրական գործարանային տուփի վրա նշված ծավալները։ Ընդհանուր առմամբ ԵԱՏՄ անդամ երկրներից եւ Չինաստանից ներմուծված էլեկտրոնային ծխախոտի հարկային եւ մաքսային փաստաթղթերում ընկերությունը ներկայացրել է էլեկտրոնային ծխախոտի զգալիորեն նվազեցված ծավալներ ու խուսափել է առանձնապես խոշոր չափի ակցիզային հարկի եւ ավելացված արժեքի հարկի վճարումից։ Նշված ծխախոտները դրոշմավորվել են դրոշմապիտակներով, որոնց էլեկտրոնային գրանցումների ժամանակ կրկին պակաս են նշվել հեղուկների ծավալները։ Արդյունքում ընկերության կողմից էլեկտրոնային ծխախոտների հեղուկների իրական ծավալները հարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում թաքցնելու միջոցով պետությանը պատճառվել է ավելի քան 142 միլիոն դրամի վնաս։ Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հիմքով հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Խուզարկություններ են իրականացվել ընկերության շուրջ 30 մանրածախ առևտրի կետերում։ Արգրավել են վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային գրիչներ եւ էլեկտրոնային ծխախոտներ։ Նշենք, որ ապրանքների ներմուծման բոլոր փուլերը վերահսկվում են եւ ցանկացած խախտում կարող է հանգեցնել իրավական հետևանքների։ Հետևաբար Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը հիշեցնում է, որ հարկային ու մաքսային փաստաթղթերում տվյալների ճշգրտությունը, ապրանքների ամբողջ ծավալը ճիշտ հայտարարագրելը ոչ միայն օրենքի պահանջ է, այլև բիզնեսի առողջ զարգացման գրավականներից մեկը։ Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգ, ատրճանակներ եւ զինամթերք, մեկ անձ ձերբակալվել է, ավելին տեսանյութում։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Կաշեգործների փողոցում բնակվող տղամարդն ապօրինի կրում է հրազեն։ Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ։ Հունիսի 18-ին ժամը 23:30-ին Այվազովսկու փողոցում գտնվող հյուրանոցային համալիրի իր աշխատասենյակում 42-ամյա տղամարդը ձերբակալվեց եւ ներկայացվեց վարչություն։ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու աշխատասենյակում կատարվեց զննություն, հայտնաբերվեց Կալաշնիկովի ինքնաձիգ, 2 մարտական ատրճանակ Վալտեր ու Մակարով, ամբողջովին լիցքավորված ինքնաձիգի փամփշտատուփ, եւս 30 փամփուշտ եւ 2 դանակ։ 42-ամյա տղամարդը ձերբակալվել է, նախաքննության հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Մեկնարկել է ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողների մասնագիտական վերապատրաստման նոր փուլը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն անդրադառնալով գործողությունների պատշաճ իրականացման ու հիմնական սկզբունքներին առանձնացրել է հարկադրանքի կամ ուժի գործադրման պայմաններում քաղաքացիների իրավունքների պահպանումն ու օրենսդրության գրագետ կիրառումը։ Դասընթացի շրջանակում մասնակիցներն ուսումնասիրելու են նաև կոնկրետ իրավիճակային խնդիրներ, ինչը թույլ կտա նրանց ձևավորել պատշաճ արձագանքման պրակտիկ հմտություններ։ Դասընթացը միտված է ոչ միայն մասնագիտական կարողությունների զարգացմանը, այլև մտածողության վերափոխմանը, հարկադրանքի միջոցների կիրառման ժամանակ առավել համաչափ եւ մարդու իրավունքներին համահունչ մոտեցումներ ձևավորելու նպատակով։ Դասընթացն անցկացվել է Հայաստանում մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման շարունակական աջակցություն ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-ից 2026 թվականի գործողությունների ծրագրի շրջանակում։ Վերապատրաստումները լինելու են շարունակական։ Այս նախաձեռնությունը ներքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցության հերթական արդյունքն է։ Այսօր ձեր ակտիվ մասնակցությունը վերապատրաստման հատուկ շարքին շատ կարևոր է։ Այն արտահայտում է ոչ միայն ձեր պատրաստակամությունը զարգացնելու կարողություններն ու հմտությունները, այլև մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության արժեքների նկատմամբ ձեր հանձնառությունը։ Այս շարք վերապատրաստումները մենք մեր գործընկերների աջակցությամբ մեկնարկեցինք փետրվար ամսից։ Մենք ունեցանք վերապատրաստողների վերապատրաստման դասընթացներ, հիմնական կարևոր ուղղություններով, իհարկե դա հարկադրանքն է, ուժի գործադրումն է, ձերբակալությունը որպես առանձին ուղղություն։ Վարչապետը նախորդին Երևանի սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է դպրոցականների բասկետբոլի լիգա մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը։ Մրցաշարի նպատակն է խթանել առողջ ապրելակերպը, զարգացնել բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, նաև բացահայտել տաղանդավոր եւ հեռանկարային մարզիչներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով, համոզմունք հայտնել, որ խաղերի պարգևած ոգևորությունը, էներգիան, միասնությունն ու թիմայնությունը բոլորն իրենց հետ կտանեն իրենց բնակավայրեր ու աշխատավայրեր։ Մրցաշարին մասնակցել են 2 տարիքային խմբի թիմեր՝ 10-ից 12 տարեկան եւ 13-ից 15։ Հաղթողները պարգևատրվել են արժեքավոր դրամական մրցանակներով։ Պարգևները հանձնել են Նիկոլ Փաշինյանն ու նախարար Ժաննա Անդրեասյանը։ Առաջին տեղը զբաղեցրած դպրոցը ստացել է 4 միլիոն դրամ, երկրորդ տեղը 2.5 միլիոն, երրորդ տեղը 1.5 միլիոն դրամ։ Պարգևներ են ստացել նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները։ Առաջին տեղ 700,000 դրամ, երկրորդ տեղ 500,000 դրամ, երրորդ տեղ 300,000 դրամ։ Թիմերի 9 աշակերտից յուրաքանչյուրն իր հերթին պարգևատրվել է առաջին տեղ 150,000 դրամ, երկրորդ տեղ 100,000, երրորդ տեղ 75,000 դրամով։ Շնորհավորում եմ բոլորիս այսօրվա այս իրադարձության առիթով եւ պիտի խոստովանեմ, որ 1 տարի առաջ երբ նախագծում էինք դպրոցականների բասկետբոլի լիգան, իհարկե հույս ունեինք, բայց պիտի տեսնեինք, որ համոզվեինք, որ այն ստացվում է այնպիսին, ինչպիսին մենք բոլորս կցանկանայինք։ Սա առաջին մրցաշարն է դպրոցականների բասկետբոլի լիգայի եւ ես հույս ունեմ բոլորդ համաձայն եք, որ այն այսօր արդեն կայացած է եւ առաջիկա տարիներին այն անպայման պետք է շարունակվի եւ ես համոզված եմ,
որ դպրոցներում, այն դպրոցներում, որոնք մասնակցել են եւ այն դպրոցներում, որոնք մասնակցել են եզրափակիչ փուլին եւ այն դպրոցներում, որոնք մասնակցել են եզրափակիչ խաղին եւ այն դպրոցներում, որոնք հաղթել են, այս պատմությունը դեռ երկար կպատմվի դասարաններում, ընտանիքներում, միջավայրերում, բակերում, շենքերում եւ այս ոգևորությունը, այս էներգիան, այս միասնությունը, այս թիմայնությունը հույս ունեմ մենք բոլորս մեզ հետ կտանենք մեր տներ, մեր բնակավայրեր, մեր աշխատավայրեր, որովհետև հենց այս մրցաշարի նպատակը սա է։ Նախ մեր աշակերտներին ինքնադրսևորվելու հնարավորություն տալ, երկրորդը թիմային ոգին ուժեղացնել մեզանում եւ հասկանալ, որ հաղթում են այն թիմերը, հաղթում են այն խմբերը, որոնք առավել շատ են աշխատում իրենց վրա, ովքեր առավել շատ են հավատում հաղթանակին, ովքեր առավել վճռական են եւ ովքեր առավել թիմային են հանդես գալիս խաղահրապարակներում։ Շնորհակալություն եմ հայտնում մրցաշարի կազմակերպման վրա աշխատած մեր բոլոր գործընկերներին, շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին, շնորհակալություն եմ հայտնում երկրպագուների թիմերին եւ այն թիմերին, ովքեր տրիբունաներում էին նստած, եւ այն երկրպագուների թիմերին, ովքեր խաղահրապարակում էին իրենց աջակցությունը ցուցաբերում իրենց դպրոցների թիմերին եւ բարի երթ դպրոցականների բասկետբոլի լիգա։ Շնորհակալություն եւ շնորհավորում եմ բոլորին։ Եվ եղանակ վաղը հանրապետության տարածքում եղանակը կլինի առանց ստեղումների, օդի ջերմաստիճան այսօրվանից կնվազի 2-ից 4-ի շով։ Այսքանը հիշեցնեմ, վերլուծությունը Իրան-Իսրայել զարգացումների մասին է, բաց չթողնեք, հաջողություն։